Փարքնժդեհին եւ ազատություն ապստամբ արժանապատիվ հայրենատեր Սասնա ծռերին։ Էմսի տպավորություն է, որ 21-րդ դարում չենք ապրում։ Էմսի տպավորություն է, որ միջնադարն է եւ անգրագիտությունը, անկրթությունը 90 եւ ավել տոկոս է, այսինքն ճնշող մեծամասնությունը անգետ է, որոնց կարելի է շատ հեշտ խաբել։ Շատ հեշտ։ Այդ Նիկոլի ասած սցենարով պատերազմը երբ որ խաղացին, մի հատ արծրուն էին օգտագործում տեղեկատվական դաշտում։ Բոլորը պետք է լսեին արծրունին։ Իսկ արծրունը պետք է ասեր մենք հաղթում ենք։ Եվ մինչև նոյեմբերի 9-ը, երբ որ պետք է պարտության կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրվել, մենք հաղթում էինք ըստ արծրունի։ Բայց 21-րդ դարում հայ ժողովրդին կարողացան խաբել, նահանջել, սպանել, թիկունքից հարվածել, բերել հասնել մի կետի եւ թուղթ ստորագրել, որ դու պարտվել ես։ Հետո խաբեցին, որ ժողովուրդը Սփյուռքից աննախադեպ վերադառնում էր հայրենիք։ Դա տեսանելի էր։ Իսկապես տեսանելի էր։ Խաբեցին, ասեցին, մենք հաղթում ենք, կարիք չկա։ Մարդկանց օդանավակայանում պահում էին, տանում էին, զենք չէին տալիս, չգիտեմ, խնդիրներ էին առաջացնում, բանտերում էին պահում, դասալիկ սարքում, որպեսզի հայ ժողովուրդը չգնա բանակին օգնի։ Եվ վերջում խաբեցին, ասեցին, մենք ունենք դասալիկ։ Բայց բոլորս գիտենք օդանավակայաններում ինչեր տեղի ունենում աշխարհի տարբեր երկրների, եւ աշխարհն էր խոսում այդ մասին։ Ու պարզվեց այդ 11000 դասալիքը, որը ադրբեջանական թվեր են, իրենց դասալիկների թվերն են, առանց կարող է եւ ավելի շատ են եղել։ Նիկոլյանն պետք է ընթերցեր մեր գլխին։ Այսինքն մենք, լինելով հայրենասեր, հայրենատեր, ազնիվ, մեզ դարձնում են ստոր, դավաճան, դասալիկ։ Գնում են Արցախահայության ձեռքից զենքը խլում են, զինված Հեյդարի լակոտին ասում են հարձակվի այդ ժողովրդի վրա։ Այդ ժողովուրդը գալիս են այս կողմ, ասում են դուք փախակ։ Մարդու ձեռքից զենքը վերցնեն, հետո մեղադրեն, որ դու չկռվեցիր։ Դու փախար։ Սա 21-րդ դարն է, այսպիսի բաները պետք է տեսնել։ Հասկանում եմ, Նիկոլագանին չես կարող դու դա բացադրել։ Այդ մարդուն ասես քո տունը ձեռիցդ վերցնում ենք տանք Հեյդարի լակոտին, որ դու խաղաղ ապրես, կասի հա, վերցրեք տվեք, այս գասել է էլի։ Ինչ տարբերություն։ Բայց իրոք մոտ հարց չի առաջանում, էլի, բալա որ տունը ստամ Հեյդարի լակոտին։ Ես որտեղ պետք է խաղաղ քնեմ։ Օրինակ, որտեղ պետք է քնեմ։ Այդ հարցին չէ դա գրում։ Որտեվ դեռ իր տանը չեն հասել։ Որտեվ բոլորը իր հայրենիքը սիրում է իր շեմքից ներս։ Իր շեմքից դուրս եթե վտանգ չկա, իրեն թվում է, թե այդ խնդիրն իրեն չի վերաբերվում։ Որտեվ Նիկոլն ասել է, եղուն գունես գլուխդ քորի, որտեղ հաց ընդեղ կաց, ինչ ազգ, ինչ հայրենասիրություն։ Դրանք կեղծ կատեգորիաներ են։ Բայց արդյոք հայելային, երբ որ նայում ես Իլհամը այդպես է կրթում իր քաղաքացուն։ Իհարկե ոչ։ Այն ինչ որ Հայաստանում արվում է հայ ժողովրդի հետ, դրա հակառակը արվում է Ադրբեջանում, Ադրբեջան ժողովրդի։ Արդեն Նիկոլը 8 տարի է Հայաստանի ղեկին է։ Դա քիչ ժամանակ չէ։ Դա մի դբրոցական կարելի ասել տարիք է։ Երեխեքին դու կրթեցիր, որ դու հանցագործ ես, դու մեղավոր ես, դու ադրբեջանց ես սպանել, դու Արցախ ես խլել, իսկ հակառակը Իլհամն այնտեղ սովորեցրեց, որ քեզանից խլել են, դու վերականգնել ես, դու ուժեղ ես, դու հաղթեցիր, դու սպանեցիր, դու ոչնչացրեցիր այդ ստոր հայերին, ձևավորվում է տարբեր հասարակություններ։ Մեկը ագրեսիվ ուժեղ, մեկը մեղավոր, իբր ինքը մեղավոր է, հանցագործ եւ զիջող։ Սա չտեսնել, սա էլ եմ ասում, Նիկոլագանին սա չի վերաբերվում, ինքը սրանից չի հասկանում, ինքը սրա մեջ վտանգ չի տեսնում, իրա փորը կուշտ լինի։ Սրանք վտանգներ են, որ վաղը ավելի է հիմնավորվելու, վաղը ավելի մեծ նստվածք է տալու ժողովրդի մեջ։ Մեղավորի զգացողություն։ Եվ այս ընտրությունները, երբ որ կատարվեցին եւ հանգարց զգաց, որ ինքը ժողովրդի անգամ կեսին չի կարողացել այս իր նորաձև կրթությամբ վաղ,
ադրբեջանահպատակություն, հա, մեղավորի զգացում, որ ինքը մեղավոր է, հանցագործ է, հասկանում եք, ընտրությունների արդյունքները որքան էլ կեղծել էին, անգամ կեղծելով հասկացան, որ իրենք չեն կարողացել։ Եվ մի նոր հարված է եկել։ Հիմա փորձում են մեր բոլորի տեղեկությունները, ամբողջ համացանցը դրանից է խոսում։ Մեր բոլորի տեղեկությունները պետք է բաց լինի իշխանության համար։ Բոլորի հեռախոս կլինի, չգիտեմ, համակարգիչ կլինի, համացանց կլինի, բանկային հաշիվ կլինի, ամեն ինչ պետք է հասանելի լինի։ Այսինքն մենք միշտ պաշտպանվել ենք, չէ՞, այն բաներից, համակարգչի այդ պիրատներից, որ հանգարց չմտնեն, չջարդեն մեր գաղտնա, որ պատկերացրեք մտնեն իմ YouTube-յան կամ Facebook-յան էջ, ջարդեն մտնեն եւ սկսեն իմ անունից հայհոյանքներ կամ հանցագործության, ասենք, տարբերնագող հայտարարություններ, սպառնալիքներ, ու ոստիկանությունը գա ինձ բռնի տանի, ասեն, ես ինչ ես գրել, բայց ես տեղյակ չլինեմ։ Եթե իշխանությունը, հետն է Բաքվի իշխանությունը, Նիկոլը Բաքվի իշխանությունը է, սկսես տիրապետել մեր ամեն ինչին, ժորդ, մեր ունեցվածքին, մեր խոսքին, այսինքն մենք հասանելի եղանք իր համար։ Ինքը ցանկացած բան կարող է անել մեր հաշիվների հետ։ Ցանկացած բան։ Եվ այդ ինֆորմացիան մենք իմացանք, որ ազգային անվտանգության պետը նորից գնաց Բաքու։ Այն ինչ որ Նիկոլը մեզանից վերցնելու է, որպեսզի իր գործը հեշտ լինի, այդ ինֆորմացիան ինքը անպայման տեղափոխելու է Ադրբեջան։ Ալիևը ունենալու է Հայաստանի ցանկացած քաղաքացու մասին տեղեկություն։ Բոլոր տիպի տեղեկություններ։ Ու դրանով ինքը աջակցելու է Նիկոլին։ Եթե ես դուրս գամ Նիկոլի դեմ, Ալիևը ին վրա ազդելու է։ Մտնելու է իմ հաշիվները ջարդի, ին վրա հանցանքների, ասենք, ինչ-որ մի կոմպլեկտ սարքի, բարդի, ոստիկանությունը գայց տանի։ Մինչև կպարզեն, որ դա ես չեմ եղել, որ ինչ-որ մեկը մտել է, արել է, գործարք է արել, թե գործողություն արել, թե արտադրություն է արել, ես կարող եմ մի քանի տարի բանտում փդեմ։ Եվ խանգարող չլինի Նիկոլին, որպեսզի երգիրը, օրինակ ին վրա բերեցի, որպեսզի երգիրը, ասենք, կարողանաս փրկես։ Նման հասանելիություն մենակ տերն է ունեցել Ստրուկի հանդեպ։ Ստրուկը իր տիրոջ համար հասանելի է եղել ամեն ինչով։ Տերն իմացել իր Ստրուկը ինչ պետք է ուտի, երբ պետք է ուտի, երբ պետք է քնի, ինչ պետք է ասի, ինչ պետք է խոսի, ինչ պետք է լսի։ Ամեն ինչը մենակ տիրոջ ձեռքերում եղել Ստրուկը։ Հիմա մենք հայտնվել ենք այդ վիճակում, այսինքն հայտնվում ենք այդ վիճակում։ Հասկանում եք, սա արդեն ոչ թե միայն հայրենիքի կորուստ է, սա արդեն առհասարակ հանրության ոչնչացում է։ Ու եթե սա քեզ արդեն չստիպեց, որ դու թրքաբարոյի գլուխը ջարդես, որ դուրս գաս քո իրավունքների դեմ, քո իրավունքների համար կռիվ տաս դրա դեմ պայքարողին, ուրեմն գնա մի հատ քաշի վրա պարգի հողի տակ։ Մեզ ընկլխ են խափելով, մեր ազնիվ պայքարը հանցագործություն դարձնելով բերել հասցրել են այսօրվան։ Մենք որից է գաղտնիք չենք ունենալու, ես չասեմ մենակ Նիկոլի համար, Բաքվի համար։ Այս ինչ որ Նիկոլը տիրապետելու է, դա տալու է Բաքվին։ Այն մարդը, ով Հայաստանից դուրս եկավ ու Ադրբեջանի հասցեն վատվան խոսացած եղավ, կարող է դրսում արդեն այդ մարդու հարցերով զբաղվեն։ Չի բացառվում ներսում էլ։ Հետախուզում հայտարարեն, բռնեն, տանեն, որտեղ իր տեղեկությունները Ալիևին հասանելի է լինելու։ Եթե մի բան գիտի Նիկոլը, պարտադիր պետք է իմանա նաև Ալիևը։ Էլի եմ ասում, սա զոմբի գլխի բան չի։ Այդ մարդուն ասում ես խաղաղություն կարող է տգլորվի պարկի, ասի վեր մենակ խաղաղություն, բայց նա չի հասկանում խաղաղությունը, ասենք բարոյականություն ավելի թանկ բան է, քան խաղաղությունը։ Հայրենիքը ավելի թանկ բան է, քան խաղաղությունը։ Զավակի դապագան ավելի թանկ է, քան խաղաղությունը։ Բայց զոմբի գլխը մտցրան խաղաղություն։ Բայց թե ինչ է այդ խաղաղությունը։ Հələ իրեն չեն ասել։ Որ խաղաղությունը շատ սրա դեմը պետք է առնենք։ Մենք ամեն օր պայքարում ենք, այս գյուղը տվեց, այս թաղը տվեց, այս սարը տվեց, բայց մեզ բոլորիս է տալի արդեն։ Բոլորիս հանձնում է Ալիևին։ Միանգամից։
Խոհեմ եղեք։